Եղածների մեջը ինձ կարծիքով լավագույն ինքն է, երբ դնդրեմ դրան։ Իրոք հայրենիքը շատ ծանր վիճակում է, իմ պատկերացմամբ, դա իմ անձնական կարծիքն է, պետք է կանգնել հայրենիքի կողքը, ընտրել այնպիսի մարդու, որ կարողանա մեզի լուսավոր ապագա խոստանա, եթե ոչ լիարժեք, գոնե այս անորոշ վիճակից դուրս գալու համար։ Շատ անորոշ վիճակ է։ Մենք 30 տարիներ անընդհատ այս վիճակում չենք եղել, պատերազմ եղել, հաղթել ենք, հաղթանակներ ենք ունեցել, ինչպես ասում են, հաղթողի ծնողները շատ են, պարտվողը որբ է, չէ՞։ Մենք հիմա այդ վիճակում ենք։ Բոլորը կարծես թե մեզանից երես են թեքել։ Մեզի պետք է մարդ, որ կարողանա գոնե եթե բարձունքներ չենք նվաճում, պահել վիճակ, որ կարողանա հույս հավատ ներշնչել բնակչությանը, չթողեն արտագաղթեն երկրից գնան, որովհետև մնան ինչ անեն, չգիտեն։ Վարչապետի տեխնազի ունենք, որ աֆրիկյան երկրներում այդպես մարդիկ չեն ընդրվում։ Կարտոշկեն վերցնում ես Երգիստանի, արի խնդրեմ էլի ցավը տանեմ, բան օրինցի ցայն տաս։ Ախր այդպես ցայն չի կարելի ընդրել, չէ։ Այդպես չի կարելի։ Այդ դրա համար եկել եմ ես, տեսել եմ այս մարդու աշխատանքները։ Ես հիշում եմ, նույնիսկ կարող եմ մեջբերում անել մի անգամ Ստրասբուրգում, երբ հանդիպեցին, Ալիև մեծը, Հայր Ալիևը նստած էր, ոչ ժամանակին հարիր ձևով խոսեց նա, Роберт Քոչարյանն ասավ Гейдаревич, имейте в виду, Карабах некогда был не состав Ադրբեջանը и не будет։ Ինքան խստությամբ պատասխանեց, որ ես իմ տեղումս վերև բարձացա, թե հեբարդ նախագահ ունենք։ Այդ ԿԳՊ-ի գնդապետը, թե գեներալ էր չեմ հիշում անցած տարիներին, տեղը մոռացավ, չգիտեր ինչ աներ։ Այդպես ղեկավարը պետք ոչ թե գնալ, կուչ գալ, բառերը խառնել իրար հետ, առաջ եւ չկարողանալ, գալ ասել ցանկացած սխալ կատարել ու գալ ասել ես ճիշտ եմ արել։ Ու իր այդ փոքրամասնություն թիմը արտարացնում է։ Մենք մի հատ 10 ընկեր ունենք, դասախոս էր։ Տետրը որ տալիս ենք ստուգելու, սկզբում գնահատականներ տնում 5, հետո աշխատում էր ապացուցել, որ դա 5-ի գնահատական է։ Հիմա այս մարդը բառեր է շպրտում, նախադասություններ է ասում ու հետո կարճում են ասել, որ մենք ճիշտ ենք։ Մենք ճիշտ ենք։ Չի կարելի էլի երկրի ղեկավարին չի կարելի նման բաներ հարից չի։ Երեխայից, թորնիկից ինչ սովորեցնեմ։ Ղեկավարը պետք է ղեկավարի հայն այդպես է մտածում, ձիրք պետք է ունենա։ Դիրք պետք է ունենա, որ ժողովրդին իր հետևից ստանի։ Օրինակ բնության մեջ շատ օրենքներ կան, որոնք եւ տարածվում են հասարակության վրա։ Յուրաքանչյուր մեկը մտածել եք, թե այդ ինչ ուժը որ ինքնաթիռին վերև է բարձրացնում, չէ՞։ Երբ որ մարդը 10 լտրանոց ջուրը գետնից կտրելու համար չի օգտագործում։ Դա ճնշումների տարբերությունն է։ Ինքնաթիռի շարժման ժամանակ հետնամասում առաջանում է մեծ ճնշում, իսկ արշավի մասում նոսր է ճնշում է։ Այդ ճնշումների տարբերությունը ինքնաթիռին բարձրացնում է, առաջ է տանում։ Նու խիստ մասնագիտական հարց է դա, հասկանում եք։ Հիմա եթե ժողովուրդը կանգնում է որևէ անձնավորության մեջքին, ճնշում է, նա առաջ կգնա։ Իսկ եթե ճնշում չկա նրա մեջքին, նա ինչ որ միտեղ մի սխալ բան է արել, ժողովուրդը չի գնում նրա հետևից։ Իսկ այդ մարդը 8 տարի ասում են, եղբայր, չես կարող, այս երացող կաթսայի կողքին դու չես կարող ղեկավարություն անել։ Չի ընդունում։ Լևոն Տեր-Պետրոսյանը մարդն ասավ, չէ՞, խաղաղություն, պատերազմ։ Ես խաղաղության կողմնակից եմ։ Պարկեշտ արժանապատիվ ձևով գրես դիմում հեռացավ։ 7 տարի կրկնում եմ, ասում ենք, որ հնարավոր չի այս պայմաններում դու ամեն ինչ կկործնես, չընդունում այդ մարդը։ Մտածում որ ինքը ճիշտ է։ Մի բազում սխալներ անում, գալիս է մի բանից կարճում է, ասում է տեսեք ես ճիշտ արեցի։ Ես այն օր ասում է ես Ղարաբաղը մեզ ինչ մենք Ղարաբաղում դպրոց են կառուցել, ճանապարհ են կառուցել։ Հəl հիշեք դուք ձեր տարիներին Հույսից հարավ Ղարաբաղով չանցավ այդ սկայական ճանապարհը, դպրոցները, համալսարանները։ Հիմա ասում է չեն կառուցել, մեզ ինչ Ղարաբաղը։ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ Լինսի հիմնադրամով բավականին շենքեր սարքվեցին, երկրաշարժից հետո վերակառուցվեցին, ուժեղացեցին շենքերը, մեծ գործ է կատարվել։ Դա ուղղակի հենց այնպես չեմ ասում, այլ որ բացանում եք դեպի տեքստիլ կոմբինատ, աջ կողմում դպրոց կառուցվեց, հետևը բնակելի շենքեր Լինսի հիմնադրամով էր, դա իր ժամանակ է կատարվել։ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ է կատարվել դա։ Այդ կանը մասնագիտությամբ շինարար չեմ, ես հիշում եմ այդ բաները, որ գրեթե 58-ում կիսավարտ բաներ մնացին նորից օգտագործեց,
սարքեց, ինչ որ բերեց հնարավորություններ ստեղծեց։